Այսօր կայացավ համար 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջին նիստը, որտեղ համար 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը հայտարարեց ընտրությունների վերջնական արդյունքները։ Սյունիք մարզի Կապան համայնքի ղեկավար ընտրելու մասին։ Հիմք ընդունելով թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 07-ին կազմված Սյունիք մարզի Կապան համայնքում համայնքի ղեկավարի ընտրության քննարկության արդյունքների արձանագրությունը թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 07 Սյունիք մարզի Կապան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 02-10-2016 թվականի ընտրությունների քննարկության արդյունքներին ամփոփելու մասին թիվ 253 որոշումը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 143 հոդվածի առաջին մասի առաջին փեթով եւ երկրորդ մասով թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է 2016 թվականի հոկտեմբերի 02 տեղական ինքնակառավարման մարմինի ընտրություններում Սյունիք մարզի Կապան համայնքի ղեկավար է ընտրվել Աշոտ Գրիշայի Հարապետյանը։ Սերգեյ Սարգսյանը հայտարարեց նաև ընտրություններին մասնակցած եւ հաղթած ավականու անդամների անունները։ Կապան համայնքի ավականու անդամներ ընտրվելու մասին թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 07-ին Սյունիք մարզի Կապան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 02-10-2016 թվականի ընտրությունների քննարկության արդյունքներին ամփոփելու մասին թիվ 253 որոշումը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 144 հոդվածի առաջին մասի առաջին կետով եւ երկրորդ մասով թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է 2016 թվականի հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Սյունիք մարզի Կապան համայնքի ավականների անդամներ են ընտրվել Բաբայան Նարեկ, Բադալյան Աիդա, Գրիգորյան Վիլեն, Դանիելյան Վահե, Դավթյան Նարեկ, Դավթյան Սպարտակ, Հակոբյան Նարեկ, Մանուչարյան Արամ, Մարտիրոսյան Էդգար, Մելիքյան Մուրադ, Մեսրոպյան Նապոլեոն, Մկրտչյան Արա, Մոսյան Ժան, Պետրոսյան Վահե եւ Պարսադանյան Նիկոլայ։ Դուք 15 հոգի, հայկապակցության նորից շնորհավորում ենք բոլոր ընտրվածներին։ Սերգեյ Սարգսյանն ասաց նաև, որ վերընտրված ղեկավարները շարունակում են իրենց գործունեությունը, իսկ նրանք, ովքեր նոր են ընտրվել, իրենց լիազորությունները ստանձնելու են նոյեմբերի 12-ից։ 2004 թվականից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես գրադարանավարի օր։ Տոնի կապակցությամբ հանրապետության բոլոր գրադարաններում կազմակերպվել եւ անց են կացվել տարաբնույթ միջոցառումներ, գրական երաժշտական երեկոներ։ Այս տարի գրադարանային հանդիպումները անց են կացվում հանդիպման վայրը գրադարան, դարձիր գրադարանի բարեկամը կարգախոսի ներքո։ Սյունիքի մարզային գրադարանում մասնագիտական տոնին նվիրված օրը մեկնարկեց սպասարկման բաժնում ծննդով վաճառականցի ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի հետ հանդիպմամբ։ Որոշեցինք մեր բաժնով մի այլ ձևով բոլորիդ շնորհավորել Ժիրայր Աղավելյանին այսօր այստեղ հյուրընկալելու ձևով։ Միտքը, ասեմ, ինչպես առաջացավ հենց Ժիրայրին այստեղ հրավիրելու, երբ իմ սեղանին հայտնվեց այս հետաքրքիր գիրքը, որի շնորհանդեսը այսօր պատրաստվում ենք անցկացնել, կարդացի 2 օրում Զոյան ուղարկել էր, որ ծանոթանանք Ժիրայրի աշխատանքներին եւ ահագին մեծ բացահայտումներ ես արեցի ինձ համար Ժիրայրի հետ կապված, քանի որ մենք հարազատներ, բարեկամներ լինելով հանդերձ ծանոթ էի շատ թե քիչ իր անձնականին, թե գործնականին, բայց ասեմ, որ ավելի մեծ բացահայտումներ ինձ համար արեց այս գիրքը։ Երաժշտության մեջ, քանի որ կա պոեզիա եւ նկարչություն, եւ նկարչության մեջ երաժշտություն եւ պոեզիա, դրա համար այդ բոլոր հարմոնիկ վիճակները ես աշխատել եմ կապել եւ այդ բանաստեղծություններ կոչված, այսինքն գրքում, այսինքն այո, այդ խոսքը հենց ինքը բերում է նրան, այսինքն կարող ենք արդյոք բառերով նկարել։ Միանգամից հնարավոր չէ նկարը հասկանալ ձեր, պետք է մի քանի անգամ նայել, որպեսզի այդ առաջի նկարի տակ երկրորդը գոյություն ունի, երրորդը գոյություն ունի, որպեսզի իմաստը հասկանան, բայց միևնույն է մենք չենք կարող հասկանալ էլի այն, ինչ դուք եք ցանկացել
արտահայտել ձեր նկարներում։ Իմիջայլոց տեխնիկաները շատ հետաքրքիր էր։ Ես շոշափեցի, այդպես էլ չկարողացա հասկանալ, ոնց է ստեղծել ձեր աշխատանքները։ Գրադարանում բացվել է Ժիրայր Աղավելյանի գրքերի ցուցահանդեսը, կայացավ նաև նրա 3 հասակ ժողովածուի շնորհանդեսը։ Ես Ժիրայրի գիրքը կարդալով անմիջապես տպագրության ընթացքից ծանոթ եմ եւ չէի պատկերացնում, որ այդ լերը, այս տարածքը, այս օդը աստղերը իրեն կտային այնքան ոգեշնչություն, որ իր միջից անհամբերջ պիտի գույներ հաներ երաժշտություն, հաներ նկարչություն, հաներ բանաստեղծություն։ Ես ինքս ասում էի, արդյոք իմ մեջ անկեղծ, ես ասում էի, արդյոք շատ չի այս բոլորը մի մարդու համար։ Գրադարան նորվա ընթացքում ունեցավ նաև հյուրեր, դպրոցականներ, երիտասարդ ստեղծագործողներ, ովքեր իրենց նոր գործերով եկան շնորհավորելու գրադարանավարների տոնը։ Այս եւ նմանատիպ բոլոր միջոցառումների նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունը արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել գրքի եւ գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը։